Նախ ասեմ Աստվածամոր մենք ինչ նվիրված տոներ ունենք։ Առաջինը ապրիլի 7 ավետման տոնն է, երբ որ Գաբրիել հեշտակապետը հայտնվեց Աստվածամոր ասելով, որ որդի պիտի ունենաս, աշխարհի փրկիչը պիտի լինի։ Երկրորդ մեծ տոնը վերափոխման տոնն է, Աստվածամոր ննջման տոնն է, որ նաև եկեղեցու տաղավար տոններից մեկն է, 4-րդն է, երբ մենք մեր ժողովուրդն է խաղաղորդն եք ասում։ Ունենք Աստվածամոր գյուտի եւ տուփի գտնվելու տոները։ Սեպտեմբեր 8-ը Աստվածամոր ծնունդն է, որ իր ծննդյան օրն է, անշարժ տոն է։ Նոյեմբեր 21-ը Աստվածամոր 3 տարեկան Մարիամին տաճար ընծայելու տոնն է, որը նույնպես անշարժ տոն է։ Եվ վերջինը դեկտեմբերի 9-ը Աստվածամոր Աննայից հղացման տոն է, այսինքն երբ որ Աննան հղացավ Մարիամին դեկտեմբեր 9-ին եւ ծնեց սեպտեմբեր 8-ին, 9 ամիս հետո։ Ուրեմն այս տոները նվիրված են Աստվածամորը։